Կույս Վարվարայի լեգենդը։ Արայի լեռան կատարն է հպարտ, որտեղ ամպերը հյուսում են հեքիաթ։ Ձորերում ուժգին քամին է փչում, դարավոր ցավը սիրտ է մորմոքում։ Լսիր ողջամիտ ու հայ ուխտավոր, լեգենդն այս հին է, պատմությունը խոր, թե ինչպես կույսի արցունքից մաքուր, ժայռերի խորքում բացվեց մի աղբյուր։ Ուխտի ճամփաներն այնտեղ են ձգվում, ուր հավատքն անմեռ հույսեր է ծնում։ Այս պատմությունս թող առաջնորդի դեպի ծաղկավանք, թող որ քեզ տանի։ Դիոսկորոս անունով մի հռոմեացի, որն ուներ ծագում ազնվականի, մարդ էր կռապաշտ, հետանոց դարի, դաժան էր անչափ, անսիրտ, անհոգի, ուներ անհամար արծաթ ու ոսկի, հայրն էր համարվում կույս Վարվարայի, որպեսզի նրան թաքցնի աչքից և հեռու պահի աշխարհի կյանքից, աղջկան փակեց մի աշտարակում, մենության մատնեց անլույս խավարում։ Բայց պատուհանից նայելով վերև, Վարվարան տեսավ աստղեր ու արև, հասկացավ, որ դա կուռք չի ստեղծել, որ կա հզոր ուժ կուռքից առավել։ Երբ հայրը հեռու մի ճամփա մեկնեց, նա աշտարակից իսկույն դուրս վազեց, ծաղկունքով լցված դաշտերում շրջեց ու քրիստոնյա մարդկանց հանդիպեց։ Խաչված փրկիչի մասին երբ լսեց, սուրբ ավազանում կույսը մկրտվեց, ու երբ տուն եկավ, վարպետներ կանչեց, երկուսի կողքին մեկ պատուհան էլ նա նորից բացեց։ Մատի հպումից մարմարե պատին խաչ փորագրվեց, ի պատիվ Սուրբ Հոր, Որդու հոգու վառ, լույսը ներս թողեց իր սրտի համար։ Դիոսկորոսը երբ որ տուն դարձավ, երեք պատուհան ու խաչը տեսավ, կատաղությունից աչքերը մտնեց, սեփական դստերն սպանել փորձեց։ Հորից սարսափած աղջիկը փախավ, փշոտ ճամփեքով սարուձոր ընկավ, թողած հանդերձանք նավոտաբոբիկ, վազում էր դեպի սարերը բարձրիկ։ Ճերմակ փեշերն էին ներքվել այրունով, մարմինն էր դողում ահ ու սարսուռով, սիրտն էր բաբախում ուժգին տագնապած, հետապնդում էր հայրը գազազած։ Ուժասպառ հասավ լեռը Արայի, դրախտավայրը հայոց աշխարհի։ Նրա առջևում քարափ հայտնվեց, փախչելու ճամփան քարերով փակվեց, ետևում ձորն էր ընդարձակ ու խոր, մնաց ծուղակում աղջիկը անզոր, ձեռքերը դեպի նա վերև պարզեց և Սուրբ Տիրոջից օգնություն խնդրեց. «Ով երկնային Հայր, Աստված իմ բարի, մի թող գառնուկիդ ձեռքերում չարի, թող հզոր ուժդ ինձ պատսպարի, հայրական թրի զարկից ազատի»։ Ու հենց այդ պահին հրաշք կատարվեց, ամուր քարափը մեջտեղից կիսվեց, աղջիկը նրա ներսում հայտնվեց։ Հայրը մոլորված չորս կողմը նայեց ու չհասկացավ, թե ինչ կատարվեց։